Հաշվետու ժամանակաշրջանը ընտրում ենք 2025 թվական եւ հայտարարելու հանդիսանալու հիմքը ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացի։ Եկամուտների հայտարարագիրն այս տարի մարդիկ մի այլ տեմպով են սկսել լրացնել։ Ծրագրի ակտիվանալուն հատկապես ուսանողների ծնողներն էին սպասում բուհին վճարած բարձր վարձերից կրթական ծախսի կրեդիտով 100,000 դրամ պետությունից հետ ստանալու համար։ Ովքեր են շտապել ներկայացնել հայտարարագիրը, ՊԵԿ-ը փակագծեր չի բացում։ Շաբաթվա սկզբից բոլորը կարող են լրացնել, ասում են։ Մարտի 2-ից սկսած մինչև այս պահը ներկայացվել է 13,000 հայտարարագիր։ Այս տարվանից ի դեպ հայտարարագիր պետք է լրացնեն երկրի արդեն բոլոր քաղաքացիները բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս անձանց։ Բոլորի մեջ ներառվել են նաև թոշակառուները։ Այստեղ ուշադրություն, որպեսի տատիկ-պապիկների համար ծրագիրը կարողանա ինքնաշխատ գեներացնի հայտարարագիրը, ՊԵԿ-ն իր տեղեկատվական բազաներից արդեն իսկ լրացրել է սոցիալական բոլոր տիպի աջակցությունները, ներկայացնում է կառույցի թվային նախագծերի վերլուծաբանը։ Ֆիզիկական անձիկ, երբ որ բացեն հայտարարագիրը, աշխատավարձի նման ինքնաշխատ լրացված են լինելու նպաստները, կենսաթոշակները, սոցիալական օժանդակությունները եւ բացի այդ նաեւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացվող հատուցումները։ Լինի թոշակառուն թե նպաստառուն, եթե էլեկտրոնային ստորագրություն ունի, կարող է ծրագիր մտնել, հաստատել եւ ուղարկել, եթե ոչ, այդ ամենն ավտոմատ նրա փոխարեն ինքնաշխատ եղանակով կարվի։ 2024 թվականի եկամուտների համար անցած տարի ներկայացված ընդհանուր մոտ 936,000 հայտարարագրից 700,000-ը պարզվում է համակարգն է գեներացրել։ Այստեղ սակայն ՊԵԿ-ից զգուշացնում են, եթե ուզում եք օգտվել ուսման կամ առողջապահական ծախսի փոխհատուցման սոցիալական կրեդիտից, պետք է դուք լրացնեք հայտարարագիրը կամ խմբագրեք եւ թվային ստորագրությամբ հաստատեք այն։ Ինչ վերաբերում է լրացվող ֆինանսական ինֆորմացիային, դրանք վերջերս բավական կրճատվեցին, հիշեցնում է հարկայինի մեթոդիստը։ Պարտադիր չի հայտարարել, օրինակ ստացվող վարկերի գումարները, դոնորության համար ստացվող եկամուտները, աշխատանքային պայմանագրի կամ կամավոր աշխատանքի մասին օրենքի շրջանակներում ստացվող փոխհատուցման գումարները, ինչպես օրինակ գործողման ծախսերի փոխհատուցման գումարները։ Փոփոխության համաձայն ընտանիքի անդամ համարվողներից ստացվող չհարգվող եկամուտները պարտադիր չէ հայտարարել։ Ընտանիքի անդամն այս դեպքում ոչ միայն ամուսինը, ծնողներն ու երեխաներն են, այլև պապ, թոռն ու քույր եղբայրը անկախ տարիքից, նույնիսկ եթե 5 միլիոն դրամ են նվիրել կամ ժառանգել։ Այլ անձից ստացած եկամուտների համար 1 միլիոն դրամի շեմ է սահմանվել։ Դրանից պակաս չհարգվող եկամուտները նշելու կարիք չկա, բայց կան նաև պարտադիր լրացվողներ, օրինակ այգու վաճառքից ստացած փողը, թվարկում է Լուսինե Սարգսյանը։ Եթե հողամասը վաճառես ֆիզիկական անձը, ուրիշ ֆիզիկական անձի պետք է հայտարարի։ Ճիշտ է, չհարգվող է, բայց պետք է լրացնել հայտարարագրում։ Եթե ֆիզիկական անձը այլ ֆիզիկական անձի ավտոմեքենա կոտարի ու միանվագ ստացվող եկամուտը 1 միլիոն դրամը չի գերազանցի, պարտադիր չի հայտարարել։ Բայց եթե 1 միլիոն դրամը գերազանցում է, արդեն ամբողջ գումարը պետք է հայտարարել։ Պարզեցում փոփոխություններից անկախ նույնն է մնացել հայտարարագրման վերջնաժամկետը։ Ստացած եկամուտների մասին տեղեկությունը ՊԵԿ-ի էջում պետք է հասցնել լրացնել մինչև նոյեմբերի 1-ը։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։